Ի տարբերություն Մակրոնի հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավը դատապարտել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուս արտգործնախարարը նշել է, որ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ հակամարտությունը պետք է լուծվի։ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է, որ այն չենթարկվի անհիմն հարձակումների։ Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց իհարկե կանոնիկ հազարամյա հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները խիստ մտահոգիչ են։ Սրան անմիջապես հակադարձել է Արարատ Միրզոյանը, հորդորելով չմիջամտել Հայաստանի ներքին գործերին, ասել է Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Սա իրավական process է եւ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես դուք մեջբերեցիք իրավացիորեն, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ Մասնագետները հիշեցնում են, որ Ռուսաստանի իր քաղաքացի հանդիսացող Սամվել Կարապետյանի ձերբակալությանն արձագանքելը հայկական իշխանության կոշտ հակադարձմանն էր արժանացել։ Սա հստակ իշխանական քաղաքականություն է, ասում է քաղաքագետը։ Սա հստակ իշխանական քաղաքականություն է, որով փորձ է արվում մի կողմին ներկայացնել որպես հացարակական թշնամի կամ պետությանը թշնամի, իսկ մյուս կողմին որպես քաղաքակրթական հինարան։ Այդուամենայնիվ դատապարտելի է յուրաքանչյուր երկրի միջամտությունը Հայաստանի ներքին կյանքին։ Մասնագետներն ասում են, Հայաստանի իշխանությունը պիտի խոչընդոտի բոլոր երկրներին, ովքեր կփորձեն միջամտել մեր երկրի ներքաղաքական կյանքին, բայց այս իշխանությունը Մակրոնի հայտարարությունը որակում է որպես իր ժողովրդավարության վկայություն, իսկ Ռուսաստանին անտեղյակություն։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։